Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Այսօր պաշտոնապես մեկնարկեց Հայաստանի ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն եւ 2 դաշինք, փորձելով ստանալ շուրջ 2.5 միլիոն ընտրողների ձայները։ Քարոզարշավը կտևի 1 ամիս, վերջին օրը հունիսի 5-ն է։ Նիկոլ Փաշինյանը եւ մի շարք պաշտոնյաներ քարոզարշավին մասնակցելու նպատակով այսօրվանից հարձակուրդում են։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր առանցքային ուժերից ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը հնարավորություն չունեցավ իր թիմակիցների հետ այսօր քարոզարշավի դուրս գալ։ Նա տնային կալանքի տակ է, իսկ նրա ուժը քարոզարշավը սկսեց ազգային ժողովի դիմացից։ Սամվել Կարապետյանի եղբորորդին Արեգ Կարապետյանն այսօր պնդեց ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց անհավասար պայմաններում։ Պատմական շրջանը ու պատմական ընտրություններ են նրանով, որ հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է, քարոզչական պրոցեսներին չի մասնակցում։ Հիմնական հարցն ինչն է, որ արդարություն խոստված իշխանությունն իր ընդդիմադիրին կալանավորել է քաղաքական հոդվածով, ասաց Արեգ Կարապետյանը, ապա հավելեց. հանրային ելույթները հիմնականում տնային կալանքից են լինելու ցավոք։ Մենք այս վիճակում ենք, որովհետև երկրի իշխանությունը հատել է նաև այդ սահմանը։ Ժամը 18:30-ին վաղը շաբաթի անմար գրակի մոտից իր քարոզարշավը կսկսի նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը, որի մանրամասները կներկայացնեն ավելի ուշ։ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիրը քարոզարշավը սկսեց Սյունիքից, որտեղ այսօր ու վաղը կհանդիպեն ընտրողներին։ Իշխանականները Երևանից դատարկաձեռն չէին գնացել, քարտեզ ու բուկլետ մեծերին էին բաժանել, երեխաներին թխվածքաբլիթ։ ԿՊ գլխավոր քարոզիչը Նիկոլ Փաշինյանն է, նա Հայաստանի քարտեզ է բաժանել, զրուցել մարդկանց հետ եւ դիմել հավաքվածներին։ Մեր պատմության մեջ ցավոք հաճախ է եղել, որ մենք նահատակներ ենք ունեցել, վերջն արդյունքում դժվար է եղել ձևակերպել, լավ, մենք ինչ ստացանք։ Այսօր ես ձեզ ասում եմ, ինչ ստացանք, մենք ստացանք ապագա, որը ոչ թե 7 սարի հետևում է, այլ ապագան այստեղ է, հիմա է։ Ապրելու հնարավորություն ստացանք, պետություն լինելու հնարավորություն ստացանք եւ ամենակարևորը այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հնարավորություն ստացանք, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Արդեն 8 տարի իշխանության ղեկին գտնվող ԿՊ-ի հիմնական կոչն այս ընտրություններում խաղաղությանը տեր կանգնելն է։ Սահմանին կրակոցներ ու զոհեր չկան, խաղաղությունը ըստ իշխանականների հաստատվել է։ Անգեղակոթում Փաշինյանը Սյունիքից դեպի Նախիջևան ճանապարհի բացման թեման արծարծեց, տղամարդկանցից մեկը մատնացույց արեց գյուղի Պանթեոնը։ Իսկ ինչ եք մտածում, այստեղով ճանապարհ կա չէ դեպի Նախիջևան, այդ ճանապարհի բացման մասին ինչ կարծիքի եք։ Թող ճամփան բաց լինի, կամաց, մեր Պանթեոնների առաջ ծնկի ենք գալիս, բայց ճանապարհը թող բաց լինի, կյանքը ցույց կտա, ասել է Փաշինյանը Անգեղակոթի բնակիչներին։ Արարատի մարզի Վերի քաղաքում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի ֆոնին պաշտոնից ազատվել է նաև Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը։ Լուրը հաստատեցին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից Արարատի մարզի դատախազի պաշտոնակության մասին երեկ գրել էին լրատվամիջոցները։ Պողոսյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, հայտնեցին դատախազությունից։ Նշենք, որ վերջին 2 օրվա ընթացքում սա արդեն 5-րդ պաշտոնակությունն է, երեկ հայտնի էր դարձել, որ պաշտոններից ազատվել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու համայնքային ոստիկանության Վերի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը։ Այսօր հայտնի դարձավ, որ պաշտոններից ազատվել են նաև Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը եւ Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։ Հիշեցնենք, փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել։ Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները Արթուր Երեմյանն ու Դավիթ Հայնազյանը Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը 65, նրանք կալանավորվել են 2 ամսով։ Վայլբերիզը վերականգնում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված եւ մակնշված որոշ ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքը, այս մասին նշված է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ Վայլբերիզն ու Օզոնը հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպման կանոնների փոփոխման պատճառով։ Պետական մարմինների, գործընկերների եւ շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ, որի շրջանակում արդեն մասնակիորեն վերականգնվել է հայկական արտադրության ապրանքային քարտերի հասանելիությունը։
հայտարարում են ընկերությունից։ Այս շրջանակում հայ վաճառողներին տրամադրվում է նաև համապատասխան աջակցություն, ներառյալ անհատական տեխնիկական սպասարկման եւ ապրանքների առաջխաղացման հարցերում, որոնք ուղղված են վաճառքների լիարժեք վերականգնման ապահովմանը։ Վայլբերիզից հայտնում են, որ հաջորդ փուլերում նախատեսվում է նաև ՀԻԱՏՄ տարածքում արտադրված, ինչպես նաև ՀԻԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների իրացման վերականգնում։ Ընկերությունը շարունակում է համագործակցել վաճառողների հետ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հարցերում վաճառքների լիարժեք վերականգնման նպատակով։ Զուգահեռաբար ընկերությունն արագացված ռեժիմով աշխատում է հարթակի տեխնիկական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ փաստաթղթերի մշակման եւ ստուգման գործընթացների ավտոմատացման նպատակով։ Նշված է հաղորդագրության մեջ։ Նախատեսվում է նաև հարթակում ստեղծել հատուկ բաժին պատրաստված է Հայաստանում, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքները։ Կառավարական ինքնաթիռը, որը սպասարկում է Նիկոլ Փաշինյանին, Վահագն Խաչատուրյանին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մայիսի 6-ին Երևանից թռել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, տեղ սպասարկում անցնելու։ Airbus A319 ACG տիպի օդանավը, որը VIP բորդ է, ինչպես ցույց են տալիս թռիչքներին առցանց հետևող հարթակները, պարբերաբար մեկնում է արտերկիր, տեղ սպասարկում անցնելու Հայաստանում նման աշխատանքների հնարավորություն չկա։ Այսպես 2020 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետության պետական բորդը այս նպատակով գտնվում էր Պրահայում։ Նույն տարվա օգոստոսին օդանավը մեկնել էր չեխական Օստավա, որտեղ ներկվել էր նոր գույներով։ Դա պետությանն արժեցրել էր մի քանի տասնյակ հազար եվրո։ Կրկին տեղ սպասարկման նպատակով ինքնաթիռը Պրահայում էր 2022-ի ապրիլի 14-ից մինչև մայիսի 20-ը։ 2025-ին էլ օդանավը Պրահայում էր մայիսի 10-ից 29-ը։ Այս բորդի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնյաներն օգտվում են մասնավոր փոխադրողների ծառայություններից, քանի որ Airbus A319-ը միակ պետական ինքնաթիռն է, մասնավորապես 2022-ին ու 2025-ին նման իրավիճակում էր Նիկոլ Փաշինյանը։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաեւ Վրաստանի եւ Մոլդովայի ժողովուրդներին։ Այս մասին հայտնում են Կրեմլից։ Այսօրը մենք երախտագիտության եւ հարգանքի տուրք ենք մատուցում մեր հայրերին ու պապերին, որոնք ուսուսի կռվել են ռազմաճակատում եւ աշխատել թիկունքում անթիվ զոհությունների ու զրկանքների գնով, մոտեցնելով նացիստական զավթիչների նկատմամբ երկար սպասված հաղթանակը, ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ Վրաստանի եւ Մոլդովայի ժողովուրդներին ուղղված ուղերձներում Վլադիմիր Պուտինը կոչ է արել պահպանել պատերազմի ծանր տարիների իրադարձությունների հիշողությունը եւ հաջորդ սերունդներին փոխանցել բարեկամության ու փոխօգնության այն բարի ավանդույթները, որոնք կապում են ժողովուրդներին։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը այս տարի քարոզարշավի պատճառով չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք հաղթանակի շքերթին։ Երեկ պատասխանելով լրագրողների հարցին Փաշինյանն ասել է, որ դեռևս Մոսկվա կատարած իր նախորդ այցի ընթացքում ապրիլին է Պուտինին ասել, որ չի լինելու Կարմիր հրապարակում։ Այսօր մայիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում ժամը 13:30-ի սահմաններում Սևան Մարտունի գետափ ավտոճանապարհի 55-րդ կիլոմետրի հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 24-ամյա Հուսիկ Դ-ի վարած Մերսեդես մակնիշի եւ 44-ամյա Դավիթ Մ-ի վարած Գազ 3110 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բժիշկները։ Վիրավորներից մեկը հղիկին է։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական բարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։